Ամենազարմանալի փաստերը նորաձևության բրենդների մասին։ Գնացինք։ Բրենդի խորհրդանշական կարմիր ներբանը ոգեշնչված է եղել եղունգի կարմիր լաքից։ Կրիստիան Լաբուտանը նկատում է այն իր օգնականի սեղանին, վերցնում եւ ներկում է պրոտոտիպի ներբանը։ Սա հրաշալի ապացույց է այն բանի, որ մեզ շրջապատող ցանկացած իր կարող է դառնալ ոգեշնչման աղբյուր եւ ինչ-որ մեծ բանի սկիզբ։ Նախքան հաջորդին անցնելը հետևիր իմեջին։ Էրմեսը սկզբանե եղել է ձիավարության պարագաների արհեստանոց եւ միայն ժամանակի ընթացքում եւ հանգամանքների բերումով ընդլայնել է իր տեսականին։ Իդեպ բրենդը մինչ օրս պահում է այդ ուղղությունը։ Քեյթ Միդլթոնի հարսանեկան թիարան Cartier բրենդից է։ Այն կոչվում է Cartier Halo, ստեղծվել է 1936 թվականին թագուհի Էլիզաբեթ II-ի մոր համար, ով փոխանցում է այն դստերը իր 18-ամյակին։ Վերջինս էր թույլատրում է Քեյթ Միդլթոնին կրել այն հարսանեկան արարողության ժամանակ։ Ժակ Մյուսը չունի հավասարը ցուցադրություններ կազմակերպելու հարցում։ Բրենդի հիմնադիրը նախապատվությունը տալիս է բնական լոկացիաներին, լավանդայի դաշտ, ցորենի արտ, հավայան կղզիներ։ Դրանց մասին ունեմ նկարահանած առանձին ռիլ, անպայման դիտեք։ Քչերը գիտեն, որ Լոևեն աշխարհի ամենահին նորաձևության տներից մեկն է, հիմնադրված դեռևս 1846 թվականին, այսինքն այն ունի շուրջ 180 տարվա պատմություն։ Բրենդի հիմնադիրները Օլսոն քույրերն են, այո, մեր մանկության ֆիլմերի հայտնի երկվորյակները։ Calvin Klein-ը առաջին բրենդն էր, որը ջինսերը ներկայացրեց պոդիումի վրա աշխատանքային հագուստից դրանք վերածելով նորաձևության անբաժանելի մասի։ Բրենդի լոգոն ոգեշնչված է Փարիզի հաղթանակի կամարի շղթային նշաններից։ Եթե լինեք Փարիզում, անպայման ուշադրություն դարձրեք։ Չմոռանաս հավանել այս հոլովակը եւ կիսվել ընկերների հետ։